Որտեղից եք գալիս։ Վանաձորից։ Այո։ Այո, իհարկե։ Ուժեղ քաղաքականոր ձևավորված, որը վստահաբար տանելու է դեպի ուժեղ դիվանագիտության, ուժեղ բանակի ու այն փոփոխությունների, որի կարիքը այսօր Հայաստանը ունի։ Վստահ եմ, որ այն խոստումները, որ տվել է Սամվել Կարապետյանը եւ իր թիմը, միանշանակ իրագործվելու են։ Իսկ Վանաձորում ինչ տրամադրություններ են տեղյակ եք ընդհանրապես այս ընտրությունների հետ կապված, իշխանությունների կառավարման հետ կապված։ Միանշանակ իհարկե չեմ կարող ասել, բայց ըստ իս ավելի շատ ընդդիմադիր քաղաք է, այսպես ձևակերպած։ Վստահ եմ վանաձորցիները ճիշտ ընտրություն կկատարեն եւ իրենց ձայնը չեն տա հայրենիքը դավաճանած, հայրենիքը հանձնած, զինվորին գինը չիմացող, Արցախի գինը չիմացող եւ նման իշխանության։ Վստահ եմ, որ վանաձորցիները այնքան խելամիտ են, որ ձայնը իրենց քվեն կտան մի այնպիսի ընդդիմադիր ուժի, որը իսկապես հայրենասեր է, հայադավ չէ եւ հայրենիքը չի տանելու կործանման, այլ հակառակը փորձելու է այս ճահճից դուրս բերի։ Նիկոլ Փաշինյանը Վանաձոր էր եկել եւ ամեն նյութերում երևում էր, որ վանաձորցիները այսպես ջերմորեն դիմավորում են իրեն, ինչ որ հարցեր են տալիս, հույս ունենալով, որ ինքը իրենց խնդիրները կլուծի։ Սրա հետ կապված ինչ կասեք։ Կարծում եմ յուրաքանչյուր քաղաքում կան տարբեր ուժերի համակրող քաղաքացիներ, բայց վստահ եմ, որ Վանաձորում նրանք մեծամասնություն չեն կազմում։ Գերակշիռ մաս ամենայն դեպս հաստատ չեն կազմում։ Շնորհակալություն։